Ողջույն բոլորին, այսօր կներկայացնեմ հաջորդ շաբաթվա վերլուծությունը հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2 ընկած ժամանակահատվածի համար եւ միասին կփորձենք հասկանալ ինչ օրեր ունենք, ինչ կարելի է անել, ինչպես կատարենք ճիշտ պլանավորում, ինչպես օգտագործենք օրվա էներգիաները մեր նպատակներին ավելի արագ հասնելու համար։ Հիմա ես սկսեմ իմ պրեզենտացիայով եւ սկսենք։ Ինչպես արդեն ասեցի, նայում ենք հաջորդ շաբաթը հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը ընկած ժամանակահատվածը, բավականին հետաքրքիր ժամանակահատված է։ Իդեպ, ինձ թվում է բոլորդ էլ նկատել եք ինչքան արագ են անցնում օրերը ու ամիսները թռնում են, այսպես ասած, մի ակնթարթով անցավ առաջի 6-7 ամիսը տարվա։ Ուրեմն մինչ առաջ անցնելը նորից հիշեցնեմ, եթե դեռ չգիտեք, թե որն է ձեր տարվա կենդանակերպը եւ որն է ձեր անհատական էլեմենտը, ապա լավ կլինի, որ անպայման դուք սկանանեք այս QR կոդը, այնուհետև ձեզ մոտ կբացվի նման պատուհան, այստեղ լրացնում եք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի, ժամը, եթե գիտեք, եթե ոչ, բաց եք թողնում, ընտրում եք սեռը եւ սեղմում եք հաշվել։ Դրանից հետո կբացվի արդեն ձեր բազի քարտը անհատական, այս հատվածում, օրվասյան վերևի հատվածում նայում ենք անհատական էլեմենտը եւ այս հատվածում, տարվասյան ներքևի հատվածում նայում ենք արդեն ծննդյան տարվա կենդանակերպը։ Եթե կլինեն հարցեր, կարող եք դիտել այս վիդեոն, այն կա իմ YouTube-յան ալիքում, շատ հետաքրքիր վիդեո է, ընդհանրապես բազի մասին, կարճ ներկայացված է, շատ պարզ, մատչելի, հասանելի ձևով կարող եք նայել եւ ավելի լավ կողմնորոշվել։ Հիմա, մինչ առաջ անցնել եմ, իհարկե, եթե մինչ այժմ չեք բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեք, սեղմեք այս վիդեոյի տակ լայք կոճակ եւ իհարկե կիսվեք մեկ անձի հետ, որովհետեւ YouTube-ը նորից հուշում է, որ 67% դիտորդներից դեռևս չեն գրանցվել, չեն բաժանորդագրվել, իսկ դա անվճար է, ընդամենը մեկ ուրեմն գործողություն է պահանջում ձեզանից, սեղմել բաժանորդագրություն կոճակի վրա, որի համար ես շատ շնորհակալ կլինեմ։ Ուրեմն, հիմա սկսենք, ամսի 27-ը հուլիսի մեզ մոտ վտանգ բնութագրով օր ունենք, իհարկե վտանգ բնութագրով օրերը, դրանք չեն համարվում բացական օրեր, սրանք այն օրերն են, երբ ընդհանուր խուճապ կա, բայց եթե դուք լինեք առավել պատրաստված, ճիշտ պլանավորում կատարեք, ապա օրը կարող եք դարձնել լավագույնս ձեզ համար, այսինքն եթե դուք պատրաստ եք գնալ ռիսկի։ Օրը մեզ մոտ ջրային վագրի օրն է, օրը համարվում է առավել բարենպաստ վագրի, ձիու, շան եւ խոզի տարում ծնվածների համար, ինչ կարելի է անել այս օրը։ Կարելի է սկսել նոր բիզնես, կարելի է պարտքերի հավաքագրում անել, ֆինանսական ինչ-որ գործարքների համար եւս լավ օր է, ընկերներին հանդիպել, հանդիպումներ նշանակել, պայմանագրեր ստորագրել եւ վաճառքներ կազմակերպել, վաճառքներ սկսել եւս շատ լավ օր է համարվում։ Ֆինանսական առումով հողյան, անհատական էլեմենտ ունեցող անձինք ավելի շատ կշահեն օրվա ընթացքում։ Ամսի 28-ը մեզ մոտ հաջողություն բնութագրով օր է, շատ դրական, երևի շաբաթվա ամենադրական օրն է ու այս օրը կարող եք օգտագործել ցանկացած նախաձեռնության համար, ինչ ձեր մտքով անցնում է, արեք, ուղղակի ուշադիր եղեք, որ օրը չունենա բախում ձեր տարվա կենդանակերպի հետ։ Օրը մեզ մոտ ջրային նապաստակի օրն է, եթե ուրեմն դուք ծնվել եք աքաղի տարում, ապա օրը համարվում է ձեր անհատական կործանիչի օրը, մի փոքր ավելի пассив գտնվեք օրվա ընթացքում։ Օրը համարվում է դրական նապաստակի, այծի, շան եւ խոզի տարում ծնվածների համար, ֆինանսական առումով հող-ին, անհատական էլեմենտ ունեցող անձինք ավելի շատ կշահեն օրվա ընթացքում։ Ամսի 29-ը մեզ մոտ ստացում օր է, նորից էլի դրական օր կարելի ասել ունենք, փայտե վիշապի օրն է, օրը համարվում է դրական առնետի, վիշապի, կապիկի եւ աքաղի տարում ծնվածների համար, ոչ բարենպաստ է շան տարում ծնվածների համար, ինչ կարող ենք անել այս օրը։ Կարող ենք անցնել նոր պաշտոնի, պարտքերի հավաքագրում, կարող ենք պայմանավորվածություններ, պայմանագրեր խզել, կարող ենք ճանապարհորդություն սկսել, կարող ենք վերանորոգում սկսել, նոր տուն տեղափոխվել, ինչպես նաև հանդիպումներ եւ օրը բարենպաստ է նաև ամուսնության համար։ Իհարկե հիշում ենք, որ ամուսնությունների համար ցանկալի է ամուսնության օրվա համար ցանկալի է ընտրել հատուկ օր, քանի որ այստեղ մի փոքր ավելի խորը հաշվարկներ են, բայց ընդհանուր առմամբ օրը դրական է նաև ամուսնության
համար։ Նաև հիշեցնեմ, որ մենք ուրեմն 2026 թվականի արդեն երկրորդ կիսամյակն ենք անցնում ու շատ կարևոր է, որ մենք ունենանք շատ լավ պլանավորում, որպեսզի կարողանանք լավագույնս օգտագործել տարվա էներգիաները եւ կարողանանք հասկանանք, թե ընդհանրապես տարին ինչ հնարավորություններ է բերել մեզ, ինչ ռիսկեր է բերել մեզ, եթե մինչ այժմ չգիտենք, իսկ դրանում կարող է օգնել այն ուղեցույցը, որը ես պատրաստել եմ բոլորի համար։ Ստանալու համար ուղեցույցը կարող եք մեկնաբանություններում գրեք 2026, իդեպ ուղեցույցի վերջում մենք ունենք հետաքրքիր նվեր։ Նվերը վերաբերվում է անհատական խորհրդատվությանը հատուկ պայմաններով, որը դուք կարող եք ձեռք բերել մինչև հուլիսի վերջ։ Ժամկետը մինչև հուլիսի վերջն է։ Եթե հետաքրքրում է, գրեք մեկնաբանություններում 2026, մնացած բոլոր մանրամասները ես կուղարկեմ ձեզ։ Ամսի 30-ը մեզ մոտ բացում բնութագրով օր է, փայտե ուրեմն օծի օրն է, չինական օրացույցի օրը կարելի է օգտագործել երկու կարևոր նախաձեռնության համար՝ սկսել նոր ուսում և հոգևոր պրակտիկաներով զբաղվել։ Օրը համարվում է դրական օձի, ցլի, ձիու, այծի և կապիկի ու ագահի տարանցումվածների համար, ֆինանսական առումով մետաղ անհատական էլեմենտ ունեցող անձինք ավելի շատ կշահեն օրվա ընթացքում։ 31-ը մեզ մոտ փակում բնութագրով օր է, ընդհանրապես փակում օրերին ես նոր նախաձեռնություններ խորհուրդ չեմ տա սկսել, օրն էլ համարվում է ոչ բարենպաստ, ընդհանրապես օրը կարելի է անցկացնել առավել պասիվ վիճակում, մի փոքր նաև հանգստանալ, ուրբաթ օր է, շաբաթվա վերջ է, որից է կարևոր գործողություններ խորհուրդ չեմ տա սկսել, իդեպ օրը ունի նույն էներգիան, ինչ որ տարվա էներգիան, հետևաբար ստեղ պետք է մի փոքր ավելի զուսպ լինենք, նաև մեր էմոցիաների, մեր խոսքի, մեր գործողությունների մասով խորհուրդ կտամ մի փոքր ավելի ուշադրություն դարձնեք, չգնաք կոնֆլիկտների, կտրուկ գործողություններ չիրականացնեք, օրը իր մեջ պարունակում է բավականին մեծ բացասական էներգիա։ Ընդհանուր առմամբ օրը կարող է լինել դրական, վագրի, ձիու, այծի և շանտարում ծնվածների համար, եղեք մի փոքր ավելի զգույշ, հատկապես ամսի 31-ին։ Ամսի 1-ը մեզ մոտ հիմնադրում օր է, հիմնադրում օրվա համար մենք կարող ենք անել մի քանի կարևոր նախաձեռնություններ, նոր պաշտոնի անցնել, ճանապարհորդություն սկսել և բանակցությունների համար ևս կարևոր հիմք կարող է հանդիսանալ օրը։ Մեզ մոտ հրեղեն այծի օրն է, օրը համարվում է նաև օգնության օր, ուրեմն այն անձանց համար, ում անհատական էլեմենտն է հողյան, մետաղյան կամ փայտյան։ Օրը համարվում է դրական, նապաստակի, այծի, ձիու և խոզի տարում ծնվածների համար, ֆինանսական առումով ջուր 9, անհատական էլեմենտ ունեցող անձինք ավելի շատ կշահեն օրվա ընթացքում։ Եվ շաբաթվա վերջին օրը, դա օգոստոսի 2-ն է, մեզ մոտ մաքրում բնութագրով օր ունենք, օրը կարող ենք օգտագործել մաքրման աշխատանքներ իրականացնելու համար, մեր տարածքի, շրջապատի, մեր իրերի հետ կապված, ինչու՞ չէ նաև մեր մտքերի մաքրում կարող ենք իրականացնել, օրը համարվում է դրական առնետի, վագրի, օձի, վիշապի, կապիկի տարում ծնվածների համար և ֆինանսական առումով փայտյան, անհատական էլեմենտ ունեցող անձինք ավելի շատ կշահեն։ Շաբաթը բավականին լավն է, ինչպես տեսակ շաբաթվա ընթացքում ունենք մի քանի դրական օրեր, որոնք կարող ենք օգտագործել կարևոր նախաձեռնությունների համար, ձեր բոլոր գործերը պլանավորեք հենց այդ օրերին և կտեսնեք ինչքան հեշտ, փափուկ, հանգիստ կանցնի ամեն ինչ։ Միշտ հիշեք, որ եթե ունեք բախում ձեր տարվա կենդանակերպի և օրվա կենդանակերպի միջև, ապա խորհուրդ կտամ այդ օրը չօգտագործել կարևոր նախաձեռնությունների համար, ինչքան էլ որ օրը դրական է, Ինչ կլինի բախման օրերին, սովորաբար ինչ որ մի բան չի ընթանում այնպես, ինչպես պլանավորում ենք, ինչ որ խոչընդոտներ են առաջանում, խնդիրներ են առաջանում և այլն, դրա համար լավ կլինի, որ դուք իմանաք ձեր անհատական կործանիչի օրերը ու փորձեք խուսափել այդ օրերին կարևոր գործեր սկսելուց։ Եվ ամսի 2-ին օրը համարվում է բացասական օր վագրի տարում ծնվածների համար, այսինքն մենք ունենք ովքեր ծնվել են վագրի տարում, ամսի 2-ը ձեզ համար անձնական կործանիչի օրն է։
Այսքանը ընտրեք բարենպաստ օրեր եւ իհարկե կատարեք ճիշտ պլանավորում, քանի որ բարենպաստ օրը, որը օգնում է ձեր նախաձեռնությանը, դրանով ձեր նախաձեռնությունը ընթանում է ավելի փափուկ, հեշտ եւ դուք ավելի արագ եք հասնում ձեր ցանկալի արդյունքին։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, չմոռանաք բաժանորդագրվել, սեղմեք լայք կոճակ, նաեւ զանգակը, որ առաջինը տեղեկանաք իմ նոր վիդեոներին։ Այսքանը մաղթում եմ բոլորիդ հաճելի շաբաթ։